Սիրելի հայրենագիտներ, հարգելի բարեկամներ, այս շաբաթը դարձավ պատմական բահմը, որ խորապես անդրադարձավ մեր ժողովրդի պայքարի հետագա զարգացումներուն։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը կպատրաստվի ներկայացնել կարևոր թղթածրարը Արևելյան Հայաստանի ազգային ժողովին, որ կներառե երկու հիմնարար փաստաթուղթ։ Բնիկության մասին հռչակագիր և սահմանադրություն, ինչպես նաև շարք իրավաբանական սկզբունքներ, որոնք պետք է դառնան հիմք մեր ժողովրդի ինքնորոշման և ապագայի կառուցման համար։ Այս քայլը ուղղված է դեպի մեր ազգային և պետական վերածնունդը, զոր պիտի կերտենք միասին։ Շաբաթը նշանավորվեցավ նաև երկու նշանակալից և հիշարժան համաժողովներով, որոնք տեղի ունեցան Սեն Շմոն հայկական մշակութային կենտրոնին մեջ։ Առաջին համաժողովը Արևմտյան Հայաստանի խորհրդարանի քանի պատգամավորներու նախաձեռնությամբ նպատակ ուներ քննարկելու մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ուղիներն ու միջազգային իրավունքի շրջանակին մեջ առաջ շարժելու ռազմավարությունները։ Մեզի համար չափազանց կարևոր էր, որ այս համաժողովը դարձավ հարթակը, ուր քննարկվեցան մեր իրավական մարտահրավերները և մեր ժողովրդի արժանապատվության վերականգնման ուղիները։ Երկրորդ համաժողովը նվիրված էր հայրու ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման հարցերուն։ Այս համաժողովը մեր պայքարը բարձրացուց նոր մակարդակը, շեշտելով մեր ժողովրդի արդար բանջարդիրությունը։ Համաժողովներուն մասնակցեցան նաև համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ անձինք։ Մենք բարձր կգնահատենք անոնց աջակցությունը, որովհետև այդ աջակցությունը նոր հնարավորություն կբանա մեր խնդիրներու միջազգային ճանաչման համար։ Համաժողովներուն ընթացքին հնչած ուղերձներն ու հաստատումները միանշանակ էին։ Հայրու ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չի կրնար մնալ միայն հիշողության մակարդակի վրա։ Հայ ժողովուրդը իբր բնիկ ազգ Արևմտյան Հայաստանի մեջ ունի ինքնորոշման անկախտելի իրավունքը, որ շատոնց արդեն հաստատված է բազմաթիվ միջազգային փաստաթուղթերով։ Արցախի ժողովրդի իրավունքներու պաշտպանությունը միջազգային ադյաներու մեջ պետք է շարունակվի, որպես արդարության և իրավունքի հաղթանակի շարունակական պայքար։ Այս բոլորը թերևս լավագույն վկայությունն է այն իրողության, որ մենք իբր հայ ժողովուրդ ոչ միայն չենք մոռացած մեր պատմությունը, այլ պատրաստ ենք մեր իրավունքները պաշտպանելու աշխարհի ամենամեծ հարթակներուն վրա։ Միանանք այս արդար պայքարին, թատրեցնենք Արևմտյան Հայաստանի շղթումը և վերամիավորվենք ի նպաստ մեր ժողովրդի լիարժեք իրավունքներու վերականգնման։ Շնորհակալություն։